Տիրոջ ողորմությամբ ուզում եմ ես այսօր մի քիչ ձեր հետ կիսվեմ Սուրբ գրքից, ինչպես Աստված այսօր մեզ տանում, որ միայն մենք խոսքը չիմանանք, հապա ամենակարևորը ապավինել, ամուր բռնել Աստծո խոսքից։ Եսայի մարգարեության 50-րդ գլուխ 10-րդ խոսքն է. Ով կա ձեր մեջ Տիրոջից վախեցող եւ նրա ծառայի ձայնին լսող, որ գնում է խավարում եւ լույս չունի, թող նա ապավինի Տիրոջ ասածին։ Հարց այսպես հարցադրված, չի ասում բոլորը կարող են ապավինել Աստծուն, ովքեր Տիրոջից վախենում են, ովքեր Աստծո խոսքի առաջ խոնարհվում են, նրանք Տիրոջ առաջ պետք է գնան սիրելներ, խավարի մեջ ընթանալ, գնալ մի խավարի մեջ, որի մեջ լույս չկա, եւ նրանք ովքեր Աստծո վախ ունեն, կարող են ապավինեն Աստծուն եւ այդ խավարը հեռանա։ Պաշտամունքի ժամանակ գալիս է խավարը, մտքերը խեղդում են շատ շատերին, եւ որ շատերը խոսքներ չեն կարողանում լսեն, այդ խավարը գալիս է մտագնաց, մարդու վրա բերում է թմրություն, մտքերը տանում է, նրանք չեն կարողանում Տիրոջ խոսքին գնալ եւ ապավինել։ Հետեւաբար մտածում են իրանց մարմնավոր կյանքի համար, իրանց գալիքների համար, իրանց խնդիրների եւ ամեն բանի համար։ Ամենակարևոր հոգսը սիրելիներ, որ մենք այսօր մտածենք, որ մենք ապրենք Տիրոջ մեջ։ Ամենակարևոր հոգսը, որ մենք հոգս անենք այսօր Հիսուսին հանդիպելու համար։ Եթե գանք միայն նրան հանդիպենք, այս ժամանակ մեր բոլոր հոգսերի պատասխանը Աստված պետք է տա մեզ։ Ես հիշում եմ երիտասարդ ժամանակ, երբ որ ապաշխարեցի, նեղության տարիներ էր, դժվարության տարիներ էր, այդ խավարի տարիներն են։ Այդ ժամանակ հաց չկար, լույս չկար, գազ չկար։ Եվ որ մենք գիշերը գնում էինք մի կտոր հացի համար ամբողջ գիշեր կանգնում էինք, որ հացի գործարաններից հաց տանենք տուն։ Շատ դժվարին ժամանակներն էր, երբ որ մարդ էր մահանում, տախտակ չկար դագաղ սարքել համար։ Որոշները գիշերով էին թաղում, որտեղ այդ բաները չունեին։ Հիմա այս օրերին ես ասել եմ շատերը հոգևոր մարդկանցից ասում են երանի այդ օրերին։ Միթե կարելի այդ օրերին երանի տալ։ Նրանք այդ նպատակը չունեն, այդ միտքը չունեն, որ ասեն երանի այդ օրերին։ Նրանք ասում են երանի այդ օրերին, որովհետև այդ ժամանակաշրջանի մեջ Տիրոջ ներկայությունը, Տիրոջ զորությունը, Տիրոջ լույսը թույլ չէր տալիս, որ այդ նեղությունները, դժվարությունները մենք զգայինք։ Ամբողջ գիշեր հավաքում էր Աստծո սուրբերը, երիտասարդներ հավաքում են, ամբողջ գիշեր աղոթքի էին տեղի տալիս, ուրախանում էին, ցնծում էին Տիրոջով։ Երանի այդ օրերին, որ Տերն էր ներկային ժամանակ, մենք տեսնում ենք այս ժամանակաշրջանի մեջ, որ ոչ մի բանից պակաս չեն, բոլոր երիտասարդները ոչ մի բանից պակաս չեն, ամեն ինչը կա, այն բոլոր կապերը, բոլոր գործիքները, ինտերնետային, բոլոր ասենք հարմարությունները բոլոր ունեն, բայց հավատքի կյանքի մեջ տգարացած, տգարության զորությունից ընկած են։ Բայց այս վիճակների մեջ մենք պետք է կարողանանք փնտրենք Տիրոջը, որտեղ է Տերը, Աստված դու որտեղ ես իմ կյանքի մեջ, ես որտեղ եմ քեզ թողել, ես պիտի դառնամ քեզ։ Ես ուզում եմ Հոբ գրքից միտեղ կարդամ, երբ որ Հոբը իր դժվար նեղության, դժվարության մեջ, եւ որ կարծես խավարը պատեր էր Հոբին, եւ Հոբը գանգատում էր Աստծուն, եւ ինչ էր ասում։ Ասում է, որ Աստված այսպես իր արարածին կտանջի, Հոբը դիմում Աստծուն, ասում է, միթե Աստված իր արարածին այսպես կտանջի։ Ուրեմն ինչու համար ինձ հանեցիր արգանդից, երանի թե մեռած լինեի եւ աչք ինչ տեսներ, որ չեղածի պես լինեի, մորս արգանդիցը գերեզման տարվեի, քիչ չեն իմ օրերը, դատարիր եւ ետկաց ինձանից, որ մի քիչ հանգչեմ, այնտեղ գնալուցս առաջ, որ ետ չեմ դառնալու, խավարի եւ մահվան ստվերի երկիրը, մարախուղի երկիրը, որ մահվան ստվերի խավարի նման է, եւ կարգ չկա, եւ լույսը մտին խավարի նման է։ Որոշները կարող է կարդան եւ մտածեն, թե Հոբն ինչ է ասում։ Ինչու է Հոբը գանգատում։ Հոբը մեծ դժվարության մեջ էր, կորցրել էր ունեցվածքը, կորցրել էր երեխաներին, իր մարմնի վրա այդ պալարներ, այդ հիվանդություններ ուներ, ես տառապալից կյանքի մեջ, եւ նայում Աստծուն եւ ասում է. Աստված, միթե քո արարածին այսպես դու կտանջես։ Բայց հետագայում տեսնում ենք Հոբի կյանքը,
որ ինքը հասկանում է, որ ես խավար ես, ամեն ինչ է, որ մտագնած գալիս է, բայց Հոբի ապավինությունը կենտանի Աստծո վրա էր։ Դրա համար ամենավերջի գլխի մեջ, եւ որ Հոբը այդտեղ ասում է, որ ես նվաստանում եմ ու ապաշխարում եմ, որովհետեւ լսելու ականջով լսել էի քո մասին, բայց հիմա ես քեզ տեսնում եմ։ Սիրելիներ, Հոբը մի կատարյալ մարդ էր, հենց առաջի գլխի մեջ Հոբի գրված Աստված վկայում է, որ Հոբը կատարյալ աշտարուղիղ մարդ էր, բայց ամենավերջում Հոբը խոստովանություն անում, այսինքն Հոբի կյանքը, որ տարավ դեպի Աստծուն, Հոբը այս կյանքի մեջ որ անցավ, այս դժվարությունների միջոցով Հոբը որ անցավ, ինքը ավելի կատարյալ եղավ, ինքը տեսավ Աստծուն, ինքը գիտեր ամեն բանի մասին, բայց ինքը հասկացավ, հանդիպեց կենտանի Աստծուն։ Մենք այս կարիք ունենք բոլորս։ Դժվարությունների, նեղությունների մեջ, խնդիրները, հոգսերը, երբ որ այսօր պատում են, բայց ընթացքում տգարանում ենք, ընկնում ենք եւ նայում ենք Աստծուն։ Տեր, դու ինձ տեսնում ես։ Տեր, ես քո առաջ եմ եկել, բայց այստեղ ունենք լուրջ խոստովանություն։ Եթե Հոբը կատարյալ եւ արտար անձնավորություն էր, եւ վերջում ինքը խոստովանություն անում, այս դժվար բաներ մեջ տանելով, որտեղ ինքը հիշում է, ասում է Երանին օրերին, որ ես իմ մատորը դնում էի հրապարակի մեջ, բոլորին տեսնելով խոնարհվում էին, ազնվականներ իրանց բերաներն էին փագում, բոլորը երանել էին տալիս, որ իմ հետ խոսելու, Հոբը երանել է տալիս այդ օրերին, բայց արդեն մյուս գլխի մեջ ասում է, որ ես հիմա ընկած եմ, փառքս իմ գլխիցս վերցրել ես։ Աստված եթե Հոբին տարավ այդ կյանքի մեջ, խոստովանությունների մեջ, եւ Հոբը աստեն ամբողջությամբ Աստծուն հանդիպեց եւ տեսավ։ Սիրելիներ, մենք այսօր լուրջ խոստովանության կարիք ունենք Հիսուսի առջև։ Միգուցե մենք Տիրոջն եկել ենք, ներկուստ մեր սրտերի մեջ ծածուկ հոգսեր ունենալով եւ ամեն օր արթնանալիս, բոլոր աղոթքների ժամանակ, երեկոյանը, ամեն աղոթքի ժամանակ, բոլոր ամեն պաշտամունքի ժամանակ մեր ներսում թագում է, խոսքը թագում է, այս հոգսի պատասխանը երբ դու պիտի առնես։ Մենք եկել ենք հոգսով Տիրոջ առաջ, բայց դրանից առաջ ասենք Տեր, ես իմացել եմ քո մասին, ես հասկացել եմ, որ դու ամենակարող Աստվածն ես, դու ամեն բան կարող ես իմ կյանքի մեջ անել, բայց ես ավելին եմ ուզում այսօր Տեր, ես ուզում եմ քեզ հանդիպեմ Հիսուս, ես ուզում եմ քո ներկայության մեջ ապրեմ, ես գամ քո ներկայության մեջ եւ որ քո խոսքը գա իմ սրտիս մեջ։ Ես ուզում եմ Դավիթ թագավորի խոսքերից միտեղ կարդամ Սաղմոսից, որ բոլորս այս Սաղմոսը շատ լավ գիտենք, 23-րդ Սաղմոսն է, որտեղ Դավիթը ուրախանում է Տիրոջ շնորհով եւ ասում է Տերը իմ հովիվս է եւ նա ինձ առաջնորդում արտարության շավիղներում իր անվան համար։ 4-րդ խոսքի մեջ գրված ասիրելներ. Թեև գնամ մահի շուկի ձորում չար բանից չեմ վախենա, որտեւ դու ինձ հետ ես, քո գավազան ու ցուպը նրանք մխիտարում են ինձ։ Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխ օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լիքն է։ Դավիթը Աստծո ներկայության մեջ տնելով ասում է թեև մահվան շուկի ձորի մեջ էլ գնամ, տարապանքների խավարի ինչի մեջ էլ գնամ, ոչ մի բանի չեմ վախենա, ինչի իր կյանքի մեջ Աստվածն էր։ Դավիթ ապրում էր Աստծո ներկայության մեջ, Աստված խոսում էր Դավիթի կյանքի մեջ, դրա համար էլ ինքը երբեք չէր վախենում, ոչ թե ինքը չէր վախենում, որ թագավոր է, ոչ թե ինքը չէր վախենում, որ ունի հզոր բանակ, ինքը համարձակ է, ինքը չէր վախենում, որտեղ ուներ կենտանի Աստված, Աստծո ներկայության մեջ էր ապրում սիրելիներ։ Դրա համար մեր ամեն հայացքները, այն ինչ որ կա, ամեն բանից պետք է կտրվի կենտանի Աստծուն նայելու համար։ Հանկավանում անցյալ տարի, երբ որ ասեցին, որ մի երիտասարդ քույրիկ շատ վատ է, ուզում է տուն գնա, երբ որ գնացինք իր հետ խոսելու, իր այդ զրույց ունեցանք, ինք ասավ ես այդտեղ չեմ դիմանում, եթե ես մնացի այդտեղ կմեռնեմ, ուզում եմ տուն գնամ։ Եվ պատճառը ինչն էր։ Իր սրտի մեջ եղել էր ինքը մի 3 օր կտրվել էր իր հաճույքից։ Եվ այդ 3 օրը իրան մահ էր պատճառում։ Ինքը իր սրտի մեջ ամբողջ էության մեջ ուզում էր վերադառնալ իր ինտերնետին։ Ասավ 3 օր ես առանց ինտերնետի եմ, ես կմեռնեմ։ Երբ որ իր հետ խոսեցի, որ Տիրոջը դու ապավինի, դու դա թող, իր պատասխանը եղավ այսպես. որ օրը ինտերնետը թողեցի, այդ նույն վարկյանի իմ մեռնելու օրն է։ Տեսեք իր կյանքը ապավինություն ամբողջը դրան էր։ Մենք սրա մեջ չզարմանանք սիրելներ։ Իր կյանքի մեջ Քրիստոսը մնացել է մի կողմի։ Ինքը Աստծո խոսքը գիտի,
բայց իր ապավինությունը Աստված չէր։ Ինքը խավարի մեջ էր, լույսը չկար իր կողքին։ Ինքը ասուվախ չուներ, դրա համար ինքը չէր կարողանում ապավինել Աստծուն, եւ դրա համար իր կյանքը դարել էր այդ զբաղվածությունը։ Շատ շատերիս համար այսօր կան զբաղվածություններ, որ առանց դրան մենք չենք կարող ապրել, եւ դարել է մեր կյանք, եւ Քրիստոսը դուրս է մնացել մեր կյանքից։ Իսկ ինչպես անենք, որ Տիրոջ առաջ ունենք սիրելներ, ինչպես գնանք, ինչպես ապրենք, սա բոլորիս համար այսօր օրհնյալ խոսքա, բոլորս ուզում ենք դրան, բայց դրա համար սիրելներ պետք է Աստծու հետ քայլելու համար շատ հարցեր կա, որ Աստված մեր կյանքի մեջ որ դնում է, մենք դրանից պետք է հրաժարվենք։ Լինում են դեպքեր, եղբայրներ, քույրեր, որ Աստված մեր հետ խոսում է, նույն ժամին պետք է դառնանք Տիրոջը, մենք այդ նույն պահին հրաժարվում ենք, ասում ենք Տեր, թող մնա հետո։ Մենք չենք հակառակվում Տիրոջից։ Եվ որ ասում ենք այս բանը սխալ է, պետք է թողենք, մենք չենք հակառակվում, ասում ենք այո, բայց թշնամին ասում է մի քիչ հետո։ Հիսուսն ասում է հիմա, հակառակորդը մի քիչ հեռացնում է։ Մեր երիտասարդ եղբայր այսպեսի վկայություն տվեց։ Ասավ ես գնացի շուկա։ Երբ որ պետք է մտնեմ շուկա առևտուր անելու, մուտքի մոտ նստած էր մի երիտասարդ աղջիկ, երկու ոտքը կտրած։ Իր տերերը բերել են այնտեղ եւ ինքը ողորմություն էր ուզում։ Երբ որ ինքը ձեռը մեկնած էր, նստած էր, ես ուզեցա, որ իրան գումար տամ, որոշ գումար տամ իրան, բայց միտք եկավ ինձ, առևտուրդ կանես, կվերջացնես, դուրս գալուց պետք կտաս։ Այսինքն ինչ որ ինք ուզեցել էր անել, այդ միտքը մի քիչ հետո էր անտանում, դու մի քիչ հետո կանես։ Ինքը չասավ ես չեմ տա։ Ինքը ընդունեց այդ միտքը, հետո կանեմ սա։ Երբ որ ասում եմ մտա շուկա, առևտուր արեցի, ես արդեն մոռացա այդ երիտասարդի համար, որ ես իրան պետք է գումար տամ։ Երբ որ ասում եմ առևտուրն արել էի, ես դուրս էի գալիս, ասում եմ իմ պակետներից մեկը ընկել էր։ Ես անցա, մուտքի մոտով անցա, իր մասին մոռացել էի։ Հետո ձայն լսեցի, որ ինձ այդ ձայն ասում էր երիտասարդ, եւ որ շրջվեցի, այդ աղջիկն էր ինձ կանչում։ Ես մտածեցի, թե փողը չեմ տվել, պիտի դառնամ, եւ ասում է ինքը պակետը բարձրացեց սումկան, ասավ սա ձերն է, անկավ։ Եվ գիտեք որն անգել, ոչ թե բոլոր մրկերը ինչ որ ինք արել է, հենց այդ բոլոր պակետներից ընկել է այն, որի մեջ իր ամբողջ գումարն է, իր լրիվ փողն է, եւ որտեղ ընկել, որտեղ որ այդ աղջիկն է նստած, ուղիղ այդ աղջիկա առաջ։ Հիմա այդ աղջիկը վերցրել է ողորմություն խնդրողը, իրան կանչում է, ասում է սա ձեր գումարն է, ասում է ես որ դա տեսա, ամբողջությամբ իմ մեջս հանդիմանություն եղա, ես շատ ամաչեցի եւ շատ ամաչեցի, ասի միթե ես հոգեվոր մարդ եմ։ Տեր Աստված, դու ինձ ասեցիր, իր հասանելիքը, ինչ որ քո սրտի մեջ դրեցի դու արա, բայց դու դա չարեցիր, նայի ողորմություն խնդրողը, որը հավատքի մարդ չի, նա քո ամբողջ գումարի տերը կարող է դառնալ, բայց նա այդ գումարը քեզ ետ է վերադարձնում։ Ասում է ես նստա իր կողքին, ամաչեցի արդեն գնամ, ամոթներ վերացա, որ մարդիկ նայեն, ինչ թե չէ, նստա իր կողքին եւ իրան Հիսուսի մասին խոսեցի։ Ես իրան վկայեցի, որ Հիսուսն է փրկիչը, Հիսուսն է կենտան Աստվածը։ Եղբայրներ, քույրեր, շատերիս հետ այսպես բաներ կատարվում, որ մենք ամեն դեպքում Աստված մեր հետ խոսում է, բայց մենք մտածում ենք, ասում ենք, միթե սա Աստվածն ասեց։ Այն ինչ որ մեր սրտի հաճելի բաներն է, վերագրում ենք, որ Տերն է։ Բայց այն ինչ որ Աստված մեր սրտի մեջ ասում է, որ մենք պետք է անենք, շատ դեպքերում անկեղծանանք, մենք վերագրում ենք, որ սա իմ մարդկային միտքն է, որովհետև սա ինձ ձեռնտու չի, սա ինձ հարմար չի, դրա համար ասում ենք, սա երևի իմ միտքն է, ոչ սիրելիներ, Աստված մեզ շատ հարցերի մեջ ատանում, որ մենք կարողանանք բոլոր իրավիճակների մեջ Տիրոջ ձայնը լսել։
Եթե Տիրոջ ձայնը մեր սրտերին պետք է հասնի մենակ մեկ դեպքում, ինչի համար որ Տերն ասում է, ինչի վրա որ Աստված մատը դնում է մեր սրտերի մեջ, սիրելի երիտասարդներ, ու մենք գիտենք, որ դա սխալ է, մի ասա ես գիտեմ, բայց չեմ կարողանում, ուրեմն Տերն ուզում է, որ դու դրանից հրաժարվես։ Տերն ուզում է, որ դու դրանից բժշկվես, եւ դա քո ձեռքին է։ Դա քո հավատքն է, որ դու սրտանց ուզենաս Հիսուսի հետ ապրես, այն ժամանակ այդ կյանքը պետք է գա մեր մեջ։ Ես Սուրբ Գրքից միտեղ եմ ուզում կարդամ, մի պատմություն եմ ուզում ձեր հետ այսօր կիսվեմ, որտեղ Աստված սովորեցնում է մեզ էլ այսպես լինել։ Դա գրված է Երկրորդ Մնացորդաց 20-րդ գլխի մեջ, Երկրորդ Մնացորդաց 20-րդ գլուխ։ Երբ որ Հովսափատը միշտ հաղթություններ ունեցել ամոնացիների եւ մադիանացիների նկատմամբ, բայց մի օր եկան եւ Հովսափատին ասեցին, որ ամոնացիները քո դեմ դուրս են գալիս եւ նրանք շատ զորավոր են, նրանք մեծ ժողովուրդ են։ Հովսափատը շատ վախեցավ, գրված է, նա շատ վախեցավ։ Նա տարբերակներ չարեց, նա չհավաքեց զորքին, չասեց ինչ ծրագրեր որոշենք, որ թշնամու դեմ դուրս գանք, որովհետև ինքը լսել էր, որ այդ բազմությունը շատ են, դու ուժ չունես իրանց դեմ պատերազմելու։ Համարը կարդում եմ, ինչպես վարվեց Հովսափատը այս դժվարին պահի մեջ։ Դա գրված է Երկրորդ Մնացորդաց 20-րդ գլուխ 3-րդ խոսքի մեջ, 20-րդ։ Եվ Հովսափատը վախեցավ եւ իր երեսն ուղեց Տիրոջը խնդրելու եւ ծոմապահություն քարոզեց բոլոր Հուդայի մեջ եւ հուդայանք ժողովեցան Տերից օգնություն խնդրելու, բոլորը հավաքվեցին Տիրոջ սրահի առաջ։ Ամենակարևոր գործը, սիրելի երիտասարդներ, երբ որ տեսանք, որ իր վրա նեղություն եկավ, ինքը երբ որ տեսավ, որ ինքը անուժ է, ինքը զորություն չունի պատերազմելու, ինքը հասկացավ, որ իր ապավինությունը Աստված պետք է լինի։ Կարող է եղել ժամանակ, երբ որ իրան ասել են զորքը գալիս է, ինք այս ծոմապահության եւ աղոթքի կարիքը չի ունեցել, որտեւ ինքը վստահ եղել իր ուժին, որ ես դուրս կգամ ու պիտի հաղթեմ։ Բայց եղավ ժամանակ, երբ որ ինքը այս իմացավ, զգաց, որ ինքը անկարող է, բայց ինքը սրտում գիտեր, որ կա մեկը, որ իրան կարող օգնի։ Եվ բոլոր ժողովուրդներ դարան իրանց երեսը դարձրին կենտանի Աստծուն եւ աղոթ կարեցին եւ խնդրեցին, որ Աստված իրանց օգնի։ Եվ այդպես էլ արեցին։ 6-րդ գլխի մեջ շարունակության մեջ գրված է. Եվ Հովսափատն Տիրոջ տան առաջ ասում է. Ով մեր հայրերի Տեր Աստված, դու չես այն երկնքում բնակվող Աստված, ազգերի բոլոր թագավորությունների վրա տիրող, եւ քո ձեռքին է զորությունը եւ ուժը, եւ մեկը չի կարող քեզ դեմ կենալ։ Ինչքան հասկացեր, ասում է դու այն Աստվածն ես, որ բոլոր թագավորությունների վրա դու դեմ ես դուս եկել։ Դու բոլորի վրա գնացել ես եւ հաղթել ես, որովհետեւ ուժը եւ զորությունը քո մեջն է։ Մենք սա գիտենք, ստեղ նստածներից ոչ մեկը չկա, որ այս բանը չիմանանք։ Եղբայրներ, քույրեր, որ մենք ասենք թե չէ, ուժը ասում է չի։ Մենք սա լավ գիտենք։ Ինչն է պատճառը, որ այսօր այս հաղթությանը չենք ասում հավատքի կյանքի մեջ, որովհետև մեր գործելը, մեր հավատքի ընթացքը, մեր ապավինությունը շատ հարցերում մեր վրա է, մեր մարդկային գաղափարի վրա է, մեր մարդկային ուժի վրա է, բայց Հովսափատը այդպես չմտածեց, դարձավ եւ Աստծո առաջ աղոթ կարավ, դարձավ Տիրոջը եւ ինքը աղակեց։ 9-րդ խոսքի մեջ գրված է. Եթե մեզ վրա չարիք, սուր, պատուհաս, ժանտախտ կամ սով գա, մենք կանգնենք այս տան առաջ քո դիմաց, որտև քո անունը այս տան վրա է եւ դեպի քեզ աղակենք մեր նեղության միջից, այն ժամանակ լսես եւ ազատես։ Սա հավատի կյանքը, տեսեք տարբերակները, կետ առ կետ ինչպես է Հովսափատը եւ ինք եւ ինչպես իր զինվորներին ժողովրդին տրամադրում է, զորքը գալիս է, բայց ինք ոչ մի ծրագիր չի կազմում զորքի դեմ կանգնելու։
ինքը իր ամբողջ էությունը դրել էր զենք ամեն ինչը թողել է իրանց ապավինությունը երկինքն է նայում են երկինք միայն ասավ երկնքից Աստված կարող է գա եւ ինձ ազատի ստեղ որևէ մեկս հավատում ենք որ այն հոգսը խնդրեմը որ ունենք կարա մենակ Աստված ազատի թե չէ հավատում ենք սիրելիներ եթե հավատում ենք վերջում գրված է ստեղ մենք տեսնենք այս հաղթական կյանքը Հովսափատի մեջ որ Աստված նարեց մի երիտասարդի հետ ես զրույց ունեցա ինքը իմ հետ այսպեսի խոսակցություն ունեցանք երբ որ նստեցի իր հետ զրույց ունեցա ասա վիճակը շատ վատ է ասում եմ Տիրոջը պետք է ապավինես ասավ այսքան տարիներ շարունակ ես մանկությունից հավատքի կյանքի մեջ եմ մանկությունից այսքանի տարի ես եկեղեցու անդամ եմ այսքան տարիներ ես աղոթում եմ բայց Աստված ինձ հուսախաբ արեց իմ հոգսից պատասխանը չկա հիմա ընդունում ենք երիտասարդի ապավինությունը Աստծո վրա էր թե իրա ինքը եկել է Տիրոջը ոչ թե Տիրոջ ունենալու համար ոչ թե ինքը անկեղծ սրտից սիրել է Հիսուսին ապրի նրա ներկայության մեջ ոչ թե Աստծով ինքը ուրախանա իր միակ նպատակ եղել է իր հոգսի պատասխանը երբ դու պետք է տաս եղբայրներ քույրեր այսպես կատարում է շատ շատերիս մեջ բոլորս էլ ընկել ենք այդ վիճակների մեջ այո դրանք շատ կարևոր են որ մեզ տանջող հանգամանքները ինչ որ բաներ կատարվի բայց եթե մեր ապավինությունը կենտանի Հիսուսի վրա է եթե մենք ապավինում ենք Հիսուսին ուրեմն մենք ոչ թե լեզվով պիտի հավատանք մեր սրտի մեջ այդ կենտանի պաշտամունքը պիտի ունենանք որ այո Տեր դու պիտի ողորմություն անես երիտասարդներ շատ աղոթք են անում կային երիտասարդներ իրանք աղոթք էին անում շատ աղոթք են անում հոգս էին բերում Տիրոջ առաջ եւ շատ Տիրոջը կանչում են որ Տեր Աստված դու ողորմություն արա իրանք լուրջ հոգս ունեն Տիրոջ առաջ Աստված իրանց հոգսի պատասխանը տվեց կատարվեց դրանից հետո սկսվեց իրանց տգարության կյանքը որից հետո որ խոսում ենք ասում են երան այդ օրերին թեև իմ հոգսս չկար պատասխանը բայց ես Հիսուսի հետ էի ես ուրախ եմ հիմա իմ սիրտս տառապան կա ես ուզում եմ ուրախանամ Հիսուսով բայց այդ ուրախություն իմ սրտից մեջ չկա կարծես նեղվածություն ես չեմ կարա տանը նստեմ որևէ ինչ որ մի բան անեմ իմ ներսում խավարա Սուրբ Գիրքն ասում է եթե դու խավարի մեջ ես գնում եւ լույս չունես եթե դու Տերից ես վախենում դու Աստծուն ապավինիր Աստված այդ ամեն բաները կանի քո կյանքի մեջ եւ Հովսափատի օրինակը որ մեզ սովորեցնում ասա մի հոգեվոր կյանք է որ մենք բոլորս երանելի ենք տալիս այս հոգեվոր մարդու կյանքին որ ինչպես է այդ պատերազմի մեջ հաղթություն ունում ուզում ասում Տեր Աստված դու ինձ ուժ կարողություն զորություն տուր ազատիր ինձ որ ես կարողանամ պատերազմ անեմ բայց ահա նրանք հատուցանում են մեր վրա գալով որ մեզ դուրս անեն այն ժառանգությունից որ դու մեզ տվել ես այսինքն նրանց նպատակն է եղել որբիզի նրանք ասում մեզ մեր ժառանգությունից դուրս անեն թշնամու միակ նպատակը որն է ասում է դու Տիրոջը հավատա դու երիտասարդ ես դու հավատում ես Աստծուն բայց հարցեր կա եղբայրները որ քարոզում են պրոբլեմներ կա մի քիչ էլ դու մտածի հնարավոր է եղբայրներ են հնարավոր է ծայրահեղական բաներ են դու սրտիդ մեջ հավատում ես Աստծուն ինչ կարիք կա նման բաներից դու հրաժարվես դու երիտասարդ ես դեռ ես կյանքի մեջ պետք է ապրես եւ այսպես թշնամու միտքը գալիս է պատճառը ինչն է պատճառը մեկ բան է մենք Աստծուց ունենք ժառանգություն Հիսուսի հետ ապրելու բայց թշնամին գալիս է այս մտքերը բերում է որ մենք գաղափարով լինենք հավատացյալ որ մեր կյանքի մեջից գողանա այդ ժառանգությունը մենք մտքով էությամբ հասկանանք որ Աստծո մարդ ենք հավատացյալ ենք բայց ներսի խաղաղությունը ուրախությունը երջանկությունը բաց թողնված լինի ինչքան սրտեր կան որ այսօր տխրության մեջ են նեղության մեջ են այսօր շատ հավատացյալների սրտերի մեջ այդ խաղաղությունը կորել է պատճառը ինչն է սիրելիներ պատճառը մեկ բան է որ մենք սրտի խորքից ամբողջությամբ մենք չենք ապավինում Աստծուն որ մեր հավատքը այսօր մեր համար կյանք չի դառնա որ մեր գործը այսօր ինչ որ Տիրոջ առաջ անենք դա ցույց տա որ կենտանի Աստված եւ մեր հավատքը կենտանին է Քրիստոսի առաջ Եվ հուսախապ են լինում, այսօր անցնում է մյուս անգամ գնում ենք պաշտամունք ասում ենք այսօր էլ չեղավ
ու մարդը սպասում է Տիրոջը, բայց սրտի մեջ հիասթափություն ունի, որ այս բանը հնարավոր չի լինի։ Մենք հույսով ենք սպասում եւ Աստծո փառքը պիտի երևա բոլոր երիտասարդների կյանքի մեջ։ Այդ հավատքը մենք ունենանք, Աստծո փառքը պիտի երևա, ում կյանքի մեջ պիտի երևա։ Նրանք, ովքեր ապավինում են Աստծուն, նրանք, ովքեր ամբողջ սրտի խորքից հավանություն են տալիս Քրիստոսին եւ ուզում են Հիսուսի հետ ապրեն, որ նրանց կյանքը մենակ Քրիստոսն է, Հիսուսից դուրս կյանք չկա, կյանքը մենակ Հիսուսն է։ Եղբայրներ, քույրեր, սրանք կարևոր լուրջ բաներ են։ Միգուցե այսօր պաշտամունքի ժամանակ, այս երկու օրվա մեջ դու լսեցիր Տիրոջ խոսքը, քո մեջ օրհնություն եկավ, դու հասկացար, որ այս ամեն բանից հրաժարված ես, դու հասկացար, որ Տիրոջը պիտի գնաս, բայց լավ իմացի, պաշտամունքը վերջացավ, դու գնացիր, թշնամին գիտի, երբ ինքը բռնասի նորից մտքերը բերի, որպեսզի նա չկարողանա այդ ժառանգությունը խլի մեզանից, ապավինիր Աստծուն ամբողջ էությամբ, ապրիր նրա մեջ, կյանքով ամբողջ էությամբ, Տիրոջ անունը կանչելով։ Այսքան տեղ, որ Սուրբ գրքի մեջ կարդացի, մի համար եմ կարդում, եւ դա 12-րդ խոսքն է, եւ գրած ասում է, մենք չգիտենք թե ինչ անենք, որտեղ մեր աչքերը քո վրա են, ինչքան կարևոր բան ասում Հովսապատը։ Մենք չգիտենք ինչ անենք, որովհետև մեր աչքերը քո վրա են։ Նույն խոսքերը մենք ենք ասում այսօր։ Տեր Հիսուս, ես չգիտեմ ինչ անեմ, իմ հայացքը քո վրա է, բայց ես շատ լավ գիտեմ ինչ եմ անում, եւ որ Տերն ինձ ասում է, այս ինչ որ դու անում ես, ինձ հաճելի չի։ Դու այսօր թողել ես հավատքի կյանքը, տեսնում եմ քո մեջ սեր չկա, դու ամենօրյա փապակ չունես իմ խոսքը կարտալու, դու ամենօրյա փապակ չունես ինչպես եղբայրն ասեց, ներքին սենյակ առանձնանալու։ Աստված հո տեսնում է մեր սիրտը, որ մեր մեջ փապակ չկա, շատ անգամ փապակ չկա ամեն օր գիր կարտալու մեջ։ Ես ուղղակի մի խոսք եմ ասում, ուրիշ բան չեմ ուզում ասեմ։ Երեք մի խոսք եղավ, մի հայտարարություն եղավ։ Այստեղ եղբայրը խոսք ասեց, բոլորը պետք է գնան ճաշարան հաց ուտելու։ Մի հոգի կար ստեղ, որ երեք չգնաց հաց ուտելու։ Մի անգամ խոսք եղավ, բոլորս գնանք հաց ուտելու, եւ մեր մեջ չգտնվեցավ մեկը, որ այդ բանը չաներ, որտեղ մարմնի պահանջը մենք անմիջապես ասում ենք, բայց ինչքան ժամանակ Աստված մեր հետ խոսում է, որ ներսի մաշտուն սովա չթողես, ամբողջ դու կերագրի ներսի մաշտուն, անում ենք եղբայրներ քույրեր։ Հոգու համար այսքան մենք անում ենք, մարմինը, որ ժամանակավոր է այսօր երկրի վրա, այդքան խնամք ենք տանում, որ Սուրբ գրքում գրված ասում է խնամ մի տարեք մարմին համար այսքան խնամք ենք տանում, որը ժամանակավոր է, կարճ ժամանակից հետո դա պետք է փճանա, բայց ներսի մարդը, որ հավիտենական է, ինչպիսի խնամք պետք է տանենք ներսի մարդու համար, սիրելիներ։ Սա լուրջ է այսօր բոլորիս հավատքի կյանքի մեջ, ուրեմն պետք է զգաստանանք Քրիստոսի խոսքի մեջ եւ ապրենք նրա ներկայության մեջ։ Այս բոլոր համարները, որ կարտացի, տեսեք, կարդում էի, Հովսապատ աղոթում էր, ժողովուրդ աղոթք էր անում, հոգսեին բերում Աստծո առաջ, Աստված լռում է, Աստծո խոսքը չկա։ Երբ է խոսում Աստված, եւ որ երկնքից Աստված տեսավ Հովսապատի կյանքի մեջ, որ իր մենակ բառացի չի հավատքը, որ Հովսապատը միան չի կանչում Տեր Աստված, դու արի մեզ օգնիր, բայց մենք ապրենք մեր կյանքով, ապրենք մեր ուզածով, ապրենք մեր սրտերով։ Հովսապատի սիրտ Աստված տեսավ եւ ուղարկեց Յազիել Մարգարեին, եւ արդեն Աստվածն է խոսում։ Մարգարեն կանգնում է Հովսապատի առաջ եւ ինչ ասում։ 15-րդ խոսքի մեջ գրված է, եւ որ ասում է, ով Հովսապատ թագավորը, Տերը ձեզ այսպես է ասում, Աստվածն է խոսում Յազիել Մարգարեի միջոցով եւ ասում է, ով Հովսապատ թագավոր, Տերը ձեզ այսպես ասում. Դու մի վախենաք եւ մի զարուրիք այս մեծ բազմության երեսից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ Աստծուն է։ Աստված խոսեց, քանի որ դու ապավինեցիր ինձ, քանի որ դու հավատացիր ինձ, դու ամբողջությամբ ապավինեցիր ինձ, պատերազմը քոնը չի, չվախենաս, բազմությունից չվախենաս, պատերազմը իմս է։ Աստված չասեց Հովսապատին, թե Հովսապատ քեզ զորություն կտամ, դու գնա պատերազմի։ Աստված ամբողջությամբ Հովսապատին ազատում է պատերազմից եւ նրանց փոխարեն Աստված ինքն է պատերազմում։ Ինչքան կարեւոր բան է, երբ որ մարդը թագում է երկնքի դուռը հավատքով, եւ որ մարդը հավատքով Աստծո մեջ գնում, Աստված անժամանակ պիտի այցելություն անի, սիրելիներ։ Մենք չմտածենք, թե իմիջայլոց խոսք ասենք, ապրենք մեր կյանքով, մեր մարմնավոր զբաղվածություններով ու Տիրոջ անունը կանչենք, հետո էլ ասենք Տեր այս բաները ինչ է շնան։ Աստված ամբողջությամբ անմնացորդ նվիրվածություն է ուզում։ Եվ որ Դավիթ թագավորը հավաքեց ժողովրդին եւ ասեց. «Իմ որդի Սողոմոնին դու պետք է օգնեք տաճարը կառուցել համար»։ Եվ ինչ է գրված։ Եվ բոլոր ժողովուրդը
իրանց սիրտ ու իրանց հոգին տվեցին Աստծուն որոնելու համար, որպեսզի տաճարը կառուցվեր։ Տեսեք, որպեսզի տաճարը կառուցեին, հենց այնպես չեղամ ասում, ժողովուրդ իրանց սիրտն ու իրանց հոգին ամբողջությամբ տվեցին Աստծուն, որպեսզի Աստծուն որոնեն։ Ինչքան կարևոր բան ասիրելիներ, որ մեր հոգին ու սիրտը պիտի տանք Աստծուն։ Եթե մենք հոգս ենք դնում, աղոթք ենք անում, դրա հետ մեկտեղ Աստված ուզում է մեր հոգին եւ մեր սիրտը ամբողջությամբ Աստծուն տանք, որոնելու համար նրան, եւ այն ժամանակ Աստված այցելություն պիտի անի, եւ այն ժամանակ ասի հոգսի պատասխանը ես պիտի տամ, ես քո առաջից պիտի գնամ, պատերազմը իմս է, եւ խավարից էլ քեզ պիտի ազատեմ, ես քեզ պիտի լուսավորեմ։ Սա Տիրոջ խոսքն է, մենք պիտի կարողանանք փառտան կենտանացուն, որտեղ Աստված մեծ օրնությունը մեծ խոսք ասեց եւ Տերն ասեց եւ դուք կտեսնեք ձեր աչքով, դուք կանգնեք կողքի եւ դուք կտեսնեք հաղթությունը։ Ինչ ասում Աստված, կանգնեք կողքի, դու ոչ մի բան անելիք չունեք, անողը ես եմ։ Մենք Տիրոջն ասենք Տեր, ես ոչ մի բան անելիք չունեմ իմ հավատքի կյանքի մեջ, իմ գործերի մեջ ոչ մի անելիք չունեմ։ Ուժը, կարողությունը, զորությունը քո մեջն է Տեր, մենակ ինձանից մնում է քեզ ապավինեմ Աստված, եւ այդ հաղթությունը դու պիտի տաս։ Աստվածն է այդ հաղթությունը տալիս, սիրելիներ, եւ այդ հավատքի կյանքի մեջ Աստված զորացնում է։ Ու նորից արդեն Հովսափատը այս մարգարեության մեջ Աստծո պատվիրանք առնելով, հիմա Հովսափատը խոսում է իր ժողովրդի հետ։ 20-րդ խոսք. Ինձ լսեցեք, ով Հուդա եւ Երուսաղեմի բնակիչներ, հավատացեք ձեր Տեր Աստծուն եւ հաստատ կմնաք, հավատացեք նրա մարգարեներին, հաջողություն կունենաք, հավատացեք Աստծուն, հաստատ կմնաք, հավատացեք մարգարեներին, հաջողություն կունենաք։ Աստվածն ասում, փառք Տիրոջը, մենք հավատում ենք այս խոսքերին, այս խոսքերը Հովսափատը, որ ասում է ժողովրդին, այսօր այս խոսքերը մեզ ասում, մենք էլ ասենք, հավատանք Աստծուն, սիրելիներ, մենք հաստատ կմնանք Աստծո տան մեջ։ Հավատանք Տիրոջ խոսքին, եւ մենք հաջողություն կունենանք հավատքի կյանքի մեջ, հոգեվոր կյանքի մեջ, որտեղ մենք զորավոր ենք, լցված ենք Քրիստոսով, կենթանի ներկայության մեջ, եւ որից հետո պատերազմ պիտի սկսվի։ Ինչ արեց Աստծո ժողովուրդը։ Գրված է նրանք դուրս եկան, երգչախումբը դուրս եկավ երգելու, եւ որ ասում է ցնծության ձայնը սկսվեց երգի, նրանք կոտորվեցան։ Այսինքն մենակ իրանց փառաբանություն էր ասում, շնորհակալության աղոթքն է, շնորհակալության փառաբանություն են անում ասում, փառաբանում են երկնքի ասում եւ այդ ժամանակ կոտորվում է թշնամին։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այսօր մենք հոգեվոր ժողովուրդ ենք, սիրելի երիտասարդներ, այսօր խոսք լսելը մեզ միայն կյանք չի տա, այսօր լսելը միայն շատ քիչ է։ Մենք պիտի մեր սրտի մեջ համաձայնություն տանք Աստծուն եւ ասենք Տեր, ես ամբողջությամբ ապավինում եմ քեզ։ Այսօր ես հրաժարվում եմ իմ մարդկային փառքից, ես հրաժարվում եմ դիրքից, ես հրաժարվում եմ իմ հաջողությունից, իմ հաջողությունը դու ես Հիսուս, իմ կյանքը դու ես, իմ հոգսը դու ես, Աստված, ամեն բանը վերցնողը դու ես։ Ես քեզ եմ ապավինում, կենտանի Աստված, եւ այդ խոսքով ասենք Տիրոջը, եւ Աստծո օրհնությունը մեր մեջ պիտի լինի։ Շնորհակալ ենք Տիրոջից, սիրելիներ, Աստծուն ապավինեք, ոչ թե միայն խոսքով, ամբողջ էությամբ, եւ մենք Աստծո փառքը պիտի տեսնենք։ Շատ շատերս հասկանանք, ասա Տեր, ուրեմն եթե ես այսօր հոգևոր կյանքի մեջ չեմ ասել այդ հաջողությանը, ուրեմն իմ սրտից մեջ բաներ կա, որ քեզ չեմ ապավինել, իմ սրտից մեջ կա ապավինություն աշխարհին, աշխարհի հրապուրանքին, շատ հարցերի մեջ ապավինություն կա, ես ապրում եմ դրանով, այսօր ես դրան համար ուզում եմ խոստովանություն անեմ քո առջև, ներիր ինձ Աստված, որ շատ հարցերի մեջ քեզ չեմ լսել, Աստված կների մեզ։ Ես այսօր իմ կյանքը քո առաջ եմ բերում, այսօր ուզում եմ որ քո ներկայությունը գա իմ սրտից մեջ, դու լեցուր հոգու զորության, մենք հավատք ունենք, որ Սուրբ Հոգին այսօր ներկա է, մենք էլ որ հիմա աղոթքի պիտի կանգնենք, մենք աղոթքի պիտի կանգնենք բոլորիդ համար աղոթք անելու, եւ մենք պիտի փառաբանենք Աստծուն եւ օրհնենք Տեր, արի իմ կյանքի մեջ Տեր Հիսուս եւ զորացու ինձ։ Այսօր քո ձայնը բարձրացու կենտանի Աստծուն, Տեր Աստված, ուժը քո մեջն է, կարողությունը քո մեջն է, մենակ մնում է ես քեզ ապավինեմ։ Շատ ունենք գրակետ խոսքեր մի փնտրեք Տիրոջն ասելով որ ինչ որ համոզիչ խոսքեր ասեք, միայն Տիրոջը նայի։ Տեր Հիսուս, ես քեզ եմ ապավինում, ես ինձանից հրաժարվում եմ այսօր Տեր, իմ կյանքը դու ես, ես հրաժարվում եմ ինձանից, իմ մեջ դու ապրի Քրիստոս, ես այդ խաղաղության, այդ օրհնության, այդ զորության կարիքն ունեմ։